Երևանցիներն ազատվեցին 2025 թվականի հունվարից մայիս աղբահանության վճարը չկատարելու տուժ տուգանքներից, այսուհետև կգործի առցանց վճարման համակարգ։ Նախագիծը Երևանի ավագանու նիստին ներկայացրեց քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը։ Արդեն իսկ հաշվարկված աղբահանության վճարի չափն առցանց հարթակում դիտել եւ համապատասխան վճարումներ հնարավոր է կատարել հետեւյալ հարթակների վճարաշարքային կազմակերպությունների միջոցով Երևան AM-ի, Pay Community AM-ի, HiPost ՊԲ մասնաճյուղերի, EasyPay վճարային համակարգի, Հայ-Էկոնոմբանկ ՊԲ մասնաճյուղերի միջոցով։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դիմեց երևանցիներին ասելով. Այս որոշմամբ, սիրելի երևանցիներ, մենք արձանագրում ենք, որ մինչ այս պահ կուտակված որևէ տույժ տուգանք չի գործում, ամբողջը հաշվանցվելու է ձեր փաստացի սահմանափակման վճարին։ Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն էլ տեղեկացրեց մոտակա 1-ից 2 շաբաթում կլինեն նաև այլ առևտրային բանկեր, որոնց հավելվածների միջոցով հնարավոր կլինի վճարումներ կատարել։ Քանի որ առցանց մենք ձեզ համար լայնորեն չենք ստեղծեն հարմարանքը, որ դուք կարողանայիք ձեր հավելվածներով HiPost-ով կամ այլ տեղ վճարել աղբանություն։ Հետևաբար այս որոշումից հետո տուժ տուգանքները մենք 4 ամիս հետաձգում ենք եւ սկսում ենք կիրառել այն կետից, երբ մենք ստեղծել ենք ձեր համար առցանց այդ տարբերակը։ Երևույթին որպես այդպեսին, որ ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ, կողմ եք, կոչ եմ անում մեր անդիմադիր գործընկերներին այս նախագծին կողմ քվեարկել։ Երևանի ավագանին ընդունեց առաջարկը, հաջորդիվ Երևանի ավագանու որոշմամբ սահմանվեց, որ եթե շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման համար հաշվարկված տուրքի գումարը գերազանցում է 400 միլիոն դրամը, ապա 2025 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական տուրքի դրույքաչափի նվազեցման արտոնություն։ Տեղական տուրքի տարեկան առավելագույն դրույքաչափը սահմանելով 400 միլիոն դրամ։ Որոշման նախագծի ընդունման նպատակը կառուցապատողների որոշակի շրջանակի համար առաջացած լրացուցիչ ֆինանսական բեռը մեղմելն է։ Այս հարցի քննարկման ժամանակ ընդդիմությունը կրկին առիթն օգտագործեց հերթական անգամ մեղադրելու իշխանությանը կոռուպցիայի համար։ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի օրը Սպարապետի հայրենի Արարատ գյուղում բացվում էր նրա անվան տուն թանգարանը։ Հոզ բազմություն էր հավաքվել։ Եկել էին բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ, հայտնի մտավորականներ։ Միջոցառման ընթացքում, երբ բարձրախոսից հնչեց տարածվեց Սպարապետի ձայնը, Արարատ սարը Պաուլո ամպերից մի ծովեն փոկվեց ու եկավ քարացավ մնաց հավաքված մարդկանց ուղիղ գլխավերևում։ Ձայնը այնքան հզոր էր, որ ձգվում տարածվում էր հեռուները։ Հանկարծ մարդիկ նկատում են, որ ամպի ծովենը հզոր թևերով մի արծիվ էր, որը հանդարտ վեհորեն սավառնում էր ու պտույտներ գործում երկնքում հսկելով բոլորին։ Ասել ենք նրան, որ հայոց արծիվներին փոխարինել են կաչաղակներն ու ագրավները։ Իրենց տղա կոչող, սակայն իրականում թաքստոցից մեջքին հարվածող անհայրենիք շնչավորները։ Վազգեն Սարգսյանի մասը շատ ճիշտ էր, տեղին էր, բայց հարց. իսկ ուր էր թանգարանի բացմանը երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Արդյոք ներկա էր Վազգեն Սարգսյանի թանգարանի բացմանը։ Լևոն Հովհաննիսյանն էլ դիմելով ընդդիմադիր գործընկերներին ասաց իրենց մեղադրում են բոլոր հնարավոր մեղքերի համար, սակայն Քանաքեր Զեյթունում 4 մանկապարտեզ են կորցրել, ծամել ենք Շենգավիթում 9 մանկապարտեզ են կորցրել, եւ ես ուզում եմ հիշեցնել ձեզ, որ 2000 թվականից հետո ով է նշանակել դատախազին, 2000 թվականից հետո որ կուսակցությունն է իշխել եւ 2000 թվականից հետո ով եղել քաղաքապետ։ Եվ եկեք հասկանանք, այս հարցերով զբաղվել են թե չէ։ Կան ձերբակալվածներ։ Իլրումն Լևոն Հովհաննիսյանի ներկայացրած մանկապարտեզների ցանկի, որոնք մասնավորեցվել, վաճառվել, օտարվել, սեփական բիզնես կամ բազմաբնակարան շենք են դարձել 1999 թվականից հետո Արմեն Գալջյանն ասաց. 2002 թվականին օտարվել է Ավան 4 փողոց թիվ 1 մանկապարտեզը։ Ռոբերտ Քոչարյանը ինչ էր անում այս մանկապարտեզը, ինչի՞ չէր պահում։ 2002 թվականին օտարվել է Ավան առանջի երկրորդ միկրոշրջան թիվ 8 մանկապարտեզը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ իր ելույթում հայտարարեց, որ վերջին 37 տարիների ընթացքում Երևանի քաղաքապետարանը մանկապարտեզների վերանորոգման եւ բազում այլ աշխատանքներ երբևէ չի իրականացրել։ 100 ծրագրի մեջ մոտավորապես 4-5 ծրագիր ունենք, որոնք որ խնդրահարույց են, եւ վստահաբար մեր գործընկերները հավաքան ընդդիմադիր խմբակցություններից, երբ որ բարձրաձայնում են, որ կա խնդիր տվյալ մանկապարտեզում, այո, ճիշտ են ասում։ Նրանք ճիշտ են ասում։
վստահաբար ունենք այդ խնդիրը տվյալ մանկապարտեզում 2023 թվականի քաղաքապետ նշանակվելուց հետո այդ մանկապարտեզներում 2-3 մանկապարտեզներում աշխատանքները դադարեցվել են, որովհետև կային մի շարք խնդիրներ, որակի հետ կապված, փաստաթղթերի հետ կապված, երկուսի հետ կապված կար քրեական գործեր։ Բայց ուզում եմ նորից մասշտաբը հասկանանք։ Խոսքը գնում է 100 ծրագրի մասին եւ 100 ծրագրից 5-ում մենք ունենք խնդիր։ Ըստ նրա իրենց ընդդիմադիր գործընկերները փորձում են 2-ից 3 մանկապարտեզների խնդիրները ներկայացնել համընդհանուր բնույթ կրող, ինչն իրականությանը չի համապատասխանում։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։